Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է Արցախը, Հայաստանը ու վсё Լեոնիդ Ազգալյանի խոսքերը, Բաքվի սպառնալիքներն ու Հայաստանապաշտպանությունը, Անահիտ Նազարյանին հիշողության ուղին, Թեհրանում պայթյունեն դադարալն ժամը 4-ից, մշակութային ժառանգության պաշտպանությունը, իրավական դաշտը, Ռոժիկը, Վանաքաղցրահամ հիշողություն, իսլամացած հայերը Սիրիա, մոռացված, բայց կանգուն, հայկական մշակույթը Դրեզդենում։ Հունիսի 21-ին Zoom հարթակում պարոն Արմենակ Աբրահամյանի գլխավորությունով մի հատ խորհրդանշական հանդիպում է իլալ։ Մունքավանք ազգային հերոս Լեոնիդ Ազգալյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելի հետի յուրան սխրանքը նորից վերարժևորելի նպատակով պարոն Լեոնիդ Ազգալյանը մարդալալվեր տարիներ շարունակ պայքարալա ու գործարալ ազգային բանակ ստեղծելին հետի։ Տայն բանակն այլալվերը գրեցալա ազատագրե Արցախասաղ տարածքը, տայն բանակն այլալվերավ հայ ժողովուրդը նշանցատվալ յուրան հարևաններին վերհանուն ինքնության մշակույթի հայրենիքի հայը միշտ կանգունա, միշտ պատրաստ։ Ցավոք հենց այդ օրը հունիսի 21-ին մեր հրամանատար Լեոնիդ Ազգալյանը զոհվալա դիվերսիոն խմբի հարձակման դարդան։ Սոր ես օզիմում միանամ իմ զինվոր աղբորցը հիշելու ու գլուխ խոնարելի մեր հրամանատարին հիշատակին ռչին։ Պարոն Լեոնիդ Ազգալյանը նայել հով գետաշենում վճռականորեն ասալա Արցախը, Հայաստանը ու վсё Լեոնիդ Ազգալյանը տասալա ուղիղ, պարզ ու հիմնարար։ Ինքը հստակ ու համոզիչ բացատրալա խեա Արցախը, Հայաստան, բայց տարիներ հետո 2019 թվականի հունիսի 21-ին ես Արցախում տեսա մի այլ մարդու ներկայիս Երևանի իշխանություններան։ Ինքը եւս արտաբերալա նույն խոսքերը Արցախը, Հայաստանը ու վсё։ Ես զարմացալում հասկանալ ավալա լսելիս այս խոսքերին խորությունը թա չէ։ Գիտակցելիս ալալ վերես բառերը պատկանում են Լեոնիդ Ազգալյանին, թա փորձալա յուրան վերագրեմ մեր հրամանատարին առաքելությունը, թող ունի այդպես, թող Լեոնիդ Ազգալյանի խոսքի տարածվի սաղ աշխարհավսմին, թող լսե ամեն մի հայ, թող հասկանա վեր հայրենիքին պաշտպանությունը պատիվա, պարտքա, պատասխանատվությունա։ Մեր բանակը պիտի ունենա գաղափարական հիմքեր, այդ գաղափարներն պիտի խոր արմատներ ունենան մեր ազգին հոգումը։ Ցավոք մուկականատես ընկլաթահունց կարին, մարդիկ յուրանց խոսքերը փոխին, երթումներն դրժին, խոստումներն մոռանան, ու հենց դի էլ տեղի ունեցալ։ Մարտ 2015 կրկնելիս ալալ Ազգալյանի խոսքերը հետագայում նույն ինքն վեր հայտարարալա Արցախը պիտինի Ադրբեջանի կազմում։ Նստալա յուրան պաշտոնական գրասենյակում ու հանձնալ Արցախը։ Սորմուն կաղնացն կաղետալի հիրողության ռչի, Արցախա ժողովուրդը զրկված է յուրան հողան, յուրան հայրենիքան, մունք ցեղասպանությունը կտեսալ մեր աշկին ռչին, բայց պայքարը պրծալ չի, այդ պայքարը շարունակվելու է։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի, Պակիստանի ու Աֆղանստանի կյոմագնելով Հարձակվալն Արցախին Իրան զավթելով սաղ տարածքում բռնի տեղահանելով հայ բնակչությանը։ Այս քայլերանը հետո Ադրբեջանը սկսала ճնշումների թեզափուլը ուղղված Հայաստանի Հանրապետությանը։ Բաքվի հարկադրանքին քաղաքականության հիմնական դրսևորումն են զորքերի կուտակում Արևելյան Հայաստանի սահմաններին Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Արևելյան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ, Զանգեզուր-Միջանցք ձևակերպումով, Արևելյան Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջ, անեքսիոնիզմ որակավորումով, Բաքվի Սումգայիթո Արցախը հայ փախստականների ետրնալի մերժում, Արևելյան Հայաստանի միջազգային կապերի սահմանափակման փորձեր, մասնավորապես Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ։ Արևելյան Հայաստանը հնարավոր պատասխանեն դիմալնք ՄԱԿ-ին ու ԵՄ-ին խաղապահների տեղակայման պահանջավ, զարգացնել հոբ համակարգերը ներմուծելով թայզասպառազինություն, դիմել միջազգային դատարան Ադրբեջանի գործողությունների միջազգային իրավունքի խախտում ճանաչելի հետի, ստեղծել թայզառազմավարական դաշինքներ Հնդկաստանը, Ֆրանսիայի, ԵՄ-ի այլ երկրների հետ, Հայաստանը կաղնած գոյաբանական մարտահրավերի ռչի որպես ՄԱԿ-ի անդամ ու տարածաշրջանի ժողովրդավար պետություն ինքը իրավունք ունի ու պարտավոր է պաշտպանել իրեն սահմանադրական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հիմնվելա միջազգային իրավունքների վրա։ Հրանտին հիմնադրամին կազմակերպած հանդիպման վաղտ ամերիկահայ կինոարտադրող Անահիտ Նազարյանը կիսվալա Կեսարիայի այլած ուղևորությունների մասին որպես ինքնության որոնման ու ընտանեկան հիշողության վերակենդանացման փորձ։ 1993-ին ինքը պեր վիդեոնումը քեցալ նախնիների երգիր զգալավ սև խորոչի մեջ ընկնելին ապրումը, չնայած նախազգուշացումների մասնակցալա տուրի ու հետագայում նաև գտալա յուրան տատիկի տունը Չուչուն շենումը տեղացիներին քյոմագյավը Նազարյանի նսելավը ուղևորության շարժիչ ուժը մարդկային կապերն ունելալ, մարդը մարդուն գտնում անկախ կրոնից ու քաղաքականությունից, իսկ պատմությունը անտեսել կարելի չի, յուրան պատմությունը արտացոլում է համ անհատական փորձառություն, համ էլ հայ ժողովրդի կիսաթողած հիշողությունների վերագտնում։ BBC-ին պարսկական ծառայության հաղորդումով Թեհրանում բնակիչներն հայտնալով էր պայթյունների ձայները դադարալն տեղական ժամանակով ժամը 4-ին։ Իրանը ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին 10-ը կիրալավ էր Իսրայելը դեմ Իրանը ռազմական գործողություններ շարունակվալ մինչև առավոտը ժամը 4-ը որպես պատիժ անօրինական ագրեսիայի հետի։ Ինքը երախտագիտություն է հայտնել զինված ուժերին երկրի պաշտպանությունը ապահովելի հետի։ BBC-ն նշում ավեր այդ քշերը Թեհրանը ենթարկվալա ամենաինտենսիվ օդային հարձակումների հունիսի 13-ից սկսված։ Արաղչին նաև կասկածի տակ ատիրալ
Դոնալդ Թրամփի հրադադարի շուրջ համաձայնության մասին հայտարարությունը նշել ավեր պաշտոնական համաձայնություն հալամ ծերք չի բերվալ։ Իվել ցրալ ավեր Իրանը պատրաստ չի պատասխան քայլերի, եթե Իսրայելը դադարեցնի իրան գործողությունները մինչև առավոտը 4-ը։ Աշխարհումս մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների պայմաններում ձևավորվում է միջազգային իրավունքների կարևորագույն փաստաթղթերը, որոնց մեծ մասը նաև Արևելյան Հայաստանի Հանրապետությունն ավավերացրալ։ Հիմնական միջազգային փաստաթղթերը վերաբերում մշակութային արժեքների պաշտպանությանը զինված ընդհարումներին վախտը։ Հաագայի 1954 թվականի կոնվենցիա, Օտարապերվի ու երկրորդ արձանագրությունն վեր երաշխավորումն մշակութային արժեքների պաշտպանությունը պատերազմին վախտը։ 1949 թվականի Ժնևա կոնվենցիան ու դրանց առաջին ու երկրորդ արձանագրությունն վեր նախատեսում քաղաքացիական բնակչության ու մշակութային օբյեկտների պաշտպանություն, 1948 թվականի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիա վերի շրջանակում մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը կարելի դիտարկվել որպես ցեղասպանական գործողություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972-2003 թվերի կոնվենցիան վեր ընդգրկում ընդհանրության ու ոչ նյութական մշակութային ժառանգությունը, Եվրոպայի խորհրդի Ֆարոյի կոնվենցիան վերը կարևորում է մշակութային ժառանգության դերը ժողովրդավար հասարակության կայացման մեջին։ Այս փաստաթղթերը միասին ձևավորում են իրավական հիմք վերի իրան լուբոյ պետություն պարտավորում է պաշտպանել հունցը սեփական դիել օկուպացված տարածքներում գտնվող մշակութային կոթողներն։ Հայկական համատեքստ վերջին տարիներին հատկապես Արցախապատերազմին վախտը հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսին է Շուշվա Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին տարալա ռազմական թիրախ։ Ըստ միջազգային իրավունքի հետ գործողությունն են գնահատվում որպես պատերազմի հանցագործություն, Հայաստանը որպես վավերացրած պետություն ունի իրավական սահ հիմքերը միջազգային ատյաններում պիտրցնելի ոչ միայն մարդասիրական, այլ մշակութային հանցագործություններին հարցը։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը պատմության պահպանման խնդիրը համել ազգային ինքնության իրավունքների ու անվտանգության կարևոր բաղադրիչ։ Զինված ընդհարումներին վախտը արժեքների պահպանում միջազգային պարտավորություն ավերին խախտումներն պիտի արժանանան իրավական գնահատականի։ Ռոժիկ Արեմտյան Հայաստանը հայավանդական քաղցրավենիքա վերը տարածված այլ Վանա շրջանում Մուսաղ Արեմտյան Հայաստանում։ Տայուրան ձևավը հիշեցնում է արևելահայ շարոցը, մինգել վրացական չուրչխելան ու լիբանանյան մալբանը։ Թահունց է պատրաստվում։ Ընդհատվող ճուղուպուրներն շարում են թիլավ, հետո մի քանի հետ ընկղմում խաշած ու թանձրացած խաղողին սոկին մեջին, հետո կախնտամ չուրցնելի հետի, բաղադրիչներն։ Ճուղուպուր ղաթումնել նուշ կամ տկող են, խաղողի խտացրած սոկը, ղաթումնել այլեր, մղր կամ համեմունքն է։ Մշակութային նշանակության ռոժիկը սարքվալա խաղողի բերքահավաքին վախտը որպես ծմռնվա ուտելիք, հարուստ կալորիաներով։ Ինքը կրալա նաև ծիսական նշանակություն։ Քյոհնյա վղտերքին նվիրաբերվալա նախնիներին կամ տեղադրվալա օջախին կողքին հիշատակին ու բարեբերության կոչավը։ Պատմական ակունքները ռոժիկի արմատեն հստում են հալա մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակ հայկական գինեգործության սկզբնավորմանը։ Վանա Մուշաբեթլիսա Հարբերթաշրջաներումը տարալա մշակութային խորհրդանիշ միավորելա բնական բարիքներն ու ժողովրդի ստեղծարարությունը։ Սորել ռոժիկը պատրաստվում է արևմտահայ համայնքներում Լիբանան, Ֆրանսիա, Ամերիկա ու Սիրիա որպես կապ անցյալի մշակույթի ու սերնդեսերունդ հիշողության հետ։ Ռոժիկը քաղցր թիլ անցյալի ու հիշողության միջև։ Քաղաքագետ Կարինա Ավետիսյանը ապրիլին կեցածալա Սիրիայի հյուսիսարևելյան Ռոժավա հանդիպելի հետի 1915 թվականի ցեղասպանությունը Մազդապուրց իսլամացած հայերի ժառանգներին հետ։ Այս համայնքը վերի երբևէ ստիպված այլ հրաժարվել քրիստոնեությունից, որ փորձում է վերագտնել իրեն հայկական ինքնությունը։ Ռոժավայրում նրանք ստեղծան հայկական սոցիալական խորհուրդն ու Բարզանյանի անվան մարտական բրիգադ, ապահովելով ինքնակազմակերպում ու պաշտպանություն։ Գործում արևմտահայերենի դասընթացներ կազմակերպում են ցեղասպանության ոգի կոչումներ ու համայնքային հանդիպումներ, չնայած եկեղեցու կողմից մերժելուն Իրանք պնդում են մուսուլման լինելը մեզ խնգարում չի հայիներ։ Համայնքը մհենք աջակցությունա փնտրում Հայաստանը Սփյուռքան հետ կապ հաստատելի հետի։ Այս պատմությունը վկայում է մի ժողովրդի դիմացկունության մասին դաժե ընդեղ վեր երբևէ թույլ է տրվում պարզապես գոյատևել։ Հունիսի 21-ին Դրեզդենահայտու մշակութային միությունը կազմակերպած այլ մշակութային ղաշենք երեկո, որի մասնակցան թագ գերմանացի հայ արվեստասերներ։ Միջոցառման նախաձեռնողներն Արամ ու Արմեն Հայդեյան աղբերքը ներկայացրել են բազմաբովանդակ ծրագիր մուզիկից մինչև պատկերարվեստ։ Երեկոն վարող Արմեն Հայդեյանը համաժամանակ ներկայացրել է ելույթ ունեցողներին ու կարճ ներկայացրել հայ մշակույթի պատմությունը գերմաներենով ու հայերենով։ Երաժշտական հատվածում կոմիտասի ու ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ ներկայացրել են երգչուհի Աննա Արաքելյանը, դաշնակահարուհի Նարինե Մարդոյանը, բարիտոն Գոր Հարությունյանը ու սաքսոֆոնահար Արա Արաքելյանը։ Միջոցառման վաղտարվեստաբան Հայ Արփի Հակոբյանը ներկայացրել է միջնադարյան հայկական գրքարվեստի նվիրված վերլուծություն։ Հետաքրքիր այլ նաև նկարչական ցուցահանդեսը, այստեղ ներկայացված են Արարատ Հայդեյանի, Արեն Շահնազարյանի ու Նարեկ Արզումանյանի գործերը։ Երեկոն եզրափակվել է հայկական քաղցրավենիքի հյուրասիրությունով։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այսքան ենք պատրաստել։ Սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։